Մեր սեղանին ես ներկա պահին մեր տնական արդար մթերքներն է, բոլորը մեր պատրաստած Ազիզ ջան։ Պանիրա, ոչխարի պանիրա, ճիլա, կարակա, թթուա։ Այսօր վայրի Ղարաբաղի կամպոտ, այսինքն շատ մարդ ծանոթ է, թե ծանոթ չի։ Բոլորը մեր տնական սարքած, ոչ մի պետական առնովի բան չկա այս պահին սեղանին։ Կա սուտ ասում, ծաղկեքալամը, կիծակը, մանդարինը։ Արի, կակ ռասկովակներ, արի։ Արի։ Խորցերության նկարան ենք, որ նազոչ, մի բան են ես գոնի նկարած կտենան։ Բարև ձեզ։ Ինքը ձեր։ Արգե։ Մեր հարևանն է։ Արգե։ Նրանց հատ չեմ դանի, այ դու խոդի գստի, որ նրանք են նստին, հա, են կողքի նստին։ Նստած եմ ես արխին։ Մարդու գնի կվազանով չես եմ մի կողքի նստին։ Հինի տես խմիլ թե արա։ Հինի։ Պապը կլծկա խելոք մնատու։ Խմիլ էլ չտեմ, բայց թե որ լծնեմ։ Ոնց չտես խմիլ, խլքես չի մեն որ չտես խմիլ։ Լահասեք տենալիս ինչիք Նկարահանում է էլի։ Անմասնում են մեզ, քայնջը, անմասնում են, տենում են ովա սոված, ովա ծարավ, ովա կուշտ, ովա ինչ պահամ, ովա խոպան գնամ։ Հրոյի ու Նունեի ջերմ ու հյուրընկալ տանիքի տակ ենք, առանց պաշտոնական հրավերի, առանց ձևականությունների, պարզապես բաց սեղան, թեժ կրակ ու նույնքան կրակոտ մարդիկ։ Տանտիկինը լուռ, բայց արագությամբ սեղան է բացում ու մի քանի րոպեում մեր առաջ հայտնվում է այն ամենը, ինչը այս ընտանիքը ստեղծել է ամբողջ տարվա ընթացքում, իրենց ձեռքերով, իրենց քրտինքով։ Այստեղ կանոնը պարզ է, մինչև հաց չկիսես, խոսք չի բացվի, հարցազրույց չի սկսվի։ Հակառակ դեպքում հրոն առանց երկար խոսելու հացը կուտի, հետո ճանապարհ կընկնի դեպի Սար կովերի մոտ, իսկ մեր նկարահանումը կմնա կիսատ։ Սեղանին դրված ամեն բանը տնական է, հազվադեպ բացառությամբ, սեփական արտադրության գյուղական փռի տակ հաց, քաշած գինի, օղի, մածուն, ոչխարի պանիր, կարակ ու այն ամենը, ինչը իրենցն է, իրենց ստեղծածն է։ Ամեն պատառը պատմություն ունի, ամեն ինչի մեջ երկար ամիսների աշխատանք է։ Սա պարզապես հյուրասիրություն չէ, սա Սարվորի կյանքի պատմություն հաշվետվությունն է, պարզ, անկեղծ, առանց ցուցամոլության։ Վատ պահա։ Չէ։ Մարդիկ երազում ես ես պահի հասնեն դու էլ բողոք եմ ես։ Հլա ամեքը դες մար մի աթող դրեք, նստեք, ես սոված եմ, միջև հացս չուտեմ, մի բաժակ բան չի խմեմ, ով էլ սականում այդը շկասնի խմի, եթե տեն չդա, ոչ մի հատ բար չտեմ ասիվ։ Հաց սուտում եմ, ինան պարկեմ, կնեմ, որ նաման ասում ես բեջայեմ։ Չէ, հացը ուտեք, գնանք մեր ձեր տնտեսությանը ծանոթանանք։ Եթե կուրասիրվեք, հնարավորա որ հարցու պատասխանին պատասխանեմ, եթե ոչ, հաց սուտում եմ, ինան պարկեմ, կնեմ։ Կամ գնում եմ սարան, ասում ես պան։ Բարով եք եկել մեր օջախը, հայ օջախը, համեցեք։ Ուր եք ու բաժանով։ Արգենին տվի, հադե ոչինչ։ Դու էլ դանով չեք։ Նոր են համեցեք, լավ բաները գակ մեր օջախները, մեր քարինջը, Այդ մեզ տենոր ժողորդներ, որ տենալ տեն, եթե տենալ տեն, դե չգիտեմ սանք եթե բարդ են խոսալ, թե չէ, որ ասիմ տենալ տեն, դե չէ։ Եթե տենալ տեն, գյուղացու պայմանները զգան ինչ կյանքով են կապեմ, ինչ դիրքով, ինչ արևան ձեր տակին, որ մետը մի բանով կամ աջակցեն, կամ ասին շնորհակալ են, որ քարգեցին դուժվում է, մենք համով եղոպար ենք ուտեմ, ջիլ ենք ուտեմ, մոթալ ենք ուտեմ, միսը թարմ ենք ուտեմ, ինչ ասեմ, առանց ուտել բոլորին բարեախորժակ։ Մեզ էլ հետ է։ Դու էլ բարով ես եկել արգին ջան։ Մեզ հետ կամ մահանաս է տա, թե համ տարի դգվերնին, թեքուց գիտեմ, որ նաղդի դու էլ մեզ հետ անմահացար։ Մեր լավ հարևանն է, մեր քիրն է։ Հերթը հասնում է տիկին Նունեի ու Հրոյի մեծ ու շեն տնտեսության հետ ծանոթանալուն։ Տարվա այս եղանակին գրեթե բոլոր գյուղերում կյանքի ամենաակտիվ ու հարուստ շրջանն է, որովհետև Սարվորները բեռնված լիքը ապրուստով գյուղ են իջել ու գրեթե չկա այնպիսի տուն, ում մառանը լիքն ու բարով չլինի։ Իմ հերոսներն էլ բացառություն չեն։ Տիկին Նունեն մեծ հպարտությամբ մառանից մառան է տանում մեզ ու ցուցադրում են ամեն ինչը, որին Սարվորի դժվար ապրուստ են ասում։ Ազստարաների մեջ յուղ ունենք, հալածյուղը, հալածյուղը մի քիչ օգտագործել ենք, բայց շատ ունենք։
Երեխեքս լրիվ առանձին են, 4 տուն ենք, մեր 4 տան հիմա ամեն բնամթերք էլ անում ենք, կաթա, պանիրա, յուղա, մոթալա, լրիվ 4 մասի ենք բաժանում։ 3 հատ երեխա ունեմ ամուսնացած, գիրովական, առանձին ընտանիքներ են, բայց ամեն ինչը մենք ենք անում իրանց համար։ Արաղները մենք ենք քաշել, էսել ենք մենք քաշել, սարից իջել եմ, քաշել եմ, լցրել ամանները։ Ինչի օղի է։ Խնձորի, մեր ծառերի խնձորի օղին է։ Իսկ ստեղ ինչ կա։ Սա մեր առօրյա ուտելու պանիրն է, պանիրը, ամեն պանիր էլ կա, բայց շատը, որ շատ կա, արդեն բիտոններով մյուս պատվալումն է։ Սա ոչխարի պանիր է։ Ոչխարի, կովի խառը, ամեն ինչ էլ, այս ամեն օր որ օգտագործում ենք, այնա։ Մենք անդադ սարը մենք կլնեմ Ազջան, հիմի մեր անասունները սարը մա։ Ուղղակի մենք արդեն գնալ գալ ենք տալի, գիշերը տանն ենք մնում։ Բայց մեր անասունները մեծ մասամբ լրիվ սարը մա։ Այսինքն առավոտ իրիկու գնում եք, օրվա այդ կեսին գալիս ենք այստեղ։ Բայց ի՞նչ եք սարից իջեցնում։ Որովհետև մեր անասունները շատ է, գյուղում հարմար չի։ Այստեղ չի լինի, շատ շունա, շատ ոչխարա, կովա, այստեղ հարմար չի, այնտեղ հարմար է պահելը։ Օրինակ քանի կով եք գոմախ բանը, սեզոնում 15։ Դուք եք կծում։ Հա, ես ու ամուսինս իրար։ Էս էլ դուք եք բոլորը պատրաստում։ Բոլորը, հա։ Չեք հոգնում, բա Որ այսքանը։ հոգնում ենք, չանենք չենք ունենալ ազիճը։ Այս մոթալներն է, որ մի հատ էս հանանենք։ Այս քանի տարամոնթալ ունեք։ Էս քիչ հալա 19 հատ իմ տղեն թաց արելա ու տարել այդ մեր հիմնական առնողներին տվել իրանք զակասը տալիս են տարաները տալիս են մենք անում ենք ու իրանք տանում են իրանց համար պահ ոչխարի պանիրն այս ու զողարնը 3000 դրամով կիլո ոչխարի պանիրը հիմա իսկ սեզոնին 2.5 շատ ունենում ենք շատ տալիս 3000 դրամով հիմա դա պիտի վաճառեք։ Ուզ այն շատ էս էլ է ոչխարի պանիրը Էս էլ է շատ ուզողներ են ըլում չէ Իսկ դժվար է պատրաստելը պանիր պահելը ավելի շատ է բան էս էլ ջիլն է Տիկին Նունեի պատրաստած գյուղական մթերքների հետևից շատերն են գյուղ գալիս ու ոչ բոլոր դեպքերում են լիքն ու բարով հետ գնում, որովհետև ինքը երբեք իրացման խնդիր չի ունենում։ Քաղաքում ունի իր մշտական հաճախորդները, որոնց երբեք չի նեղացնում։ Տարին դեռ չսկսված գիտի ամենքին որքան հալած յուղ ու կարակ պետք է տա, որքան պանիր ու մոթալ։ Մի խոսքով իրացումը երբեք այս ընտանիքի համար հոգս չի դառնում։ Դեռ ավելին տարի է լինում կատնամթերքը քչություն է անում։ Ստիպված իրենց համար մի կողմ դրած տակառներից են վաճառքանում մշտական գնորդներին չնեղացնելու համար։ Մենք շատ վաճառում ենք մեր բնամթերքում, մենք մեր հիմնական կլիենտներն ունենք ամեն տարի մեզանից 50 կիլոն, 60 կիլով յուղը տանում են։ Արդեն ցուցակագրած, որ սեզոնը պետք է գա, մայիսից սկսում են իմ տղեն իր ավտոն բարձմա տանում մեր հիմնական առնողներին տալիս։ Այ այս տարի ինչպիսին ա եղել սարի տարին։ Ոչինչ, նորմալ էր, ուղղակի շատ անձրևային առնում դե շատ։ Մայիսը շատ անձրևային, շատ տանջանքով, չաչանքով, բայց մենք մեր սեփական անասունները, մեր սեփական եկամուտը մենք դրանով ենք ապրել։ Դե հետ գցելը, որ ասեմ, բանկերին ենք տվել կամ ինչ որ ավտո ենք առնում, այդ 4 հատ մեքենա ունենք, այժմ ամեն մեքենան մի մեծ տուն է։ Իրա ծախսը 66 տղես սարքեց ավարտեց, հմել Վիլիսը փչացավ, Վիլիսը մասնագետի մոտ այդ հանի մեր կաղա Մերսեդեսը փչանա, ոնց որ ամեն մի մեքենա պահիլը մի տուն պահես։ Մեր մեքենաները նորմալ պահենք, որ կայնանք մեր գործերը անենք։ Ամուսինս խոսի, ես գնամ երեխեք հիմա հաց պատրաստեմ, հետո էլի կմիանամ ձեզ։ Մոտ 1 ժամ առաջ տղան, ով իր ընտանիքի հետ մշտական բնակություն է հաստատում Վանաձորում, իր տղայի հետ հորն ու մորը օգնության է եկել։ Եկել է ու ընկերներին իրար գլխի հավաքել։ Մի մեծ բեռնատար լիքը խոտը գյուղից սար են տեղափոխել։ Դե ֆիզիկական ծանր աշխատանք է, որ հրոն մենակ անել չի կարող, հատկապես որ իրենց ձմեռանոցներն էլ գյուղից հեռու են։ Տիկին Նունեն ժամանակավոր մեզ լքեց, որովհետև սարից խաբար եկավ, թե ուր որը աշխատավորները տեղ կհասնեն։ Հաց պատրաստեք։ Իսկ այդ ընթացքում հրոն է ներկայացնում արդեն իր ենթակայության տակ գտնվող տնտեսությունը, որը նրա համար գոմից է սկսվում ու գոմով էլ ավարտվում է։ Ճիշտ է, հիմա կենդանիների մեծ մասը սարում են, այնտեղ էլ կմնան, մի քանի կով են ընդամենը իրենց հետ գյուղ իջեցրել։ Այս կամը բերել ենք, դոր 2 հատ նորածներ գտեմ ենք, օգտվում ենք, մեկը հիվանդարել բերել ենք ներքև, մնացող անասուններուց վերևա, ոչխար ունենք, կով ունենք, մի 15 հատ տնի կով ունենք, մի 100 հատ տնի ոչխար ունենք, խոզ ունենք, ձի ունենք, շուն ունենք, ամեն ինչ էլ ունենք, փառք Աստծուն։ Աշխատել ենք, ստեղծել ենք, շատ տանջվել ենք, շատ տանջվում ենք, բայց ուրիշ
հնարավորություն չունենք, որ ասենք դա վերացնենք, ուրիշ պայմաններով մենք կանանք մեր երեխանցը պահենք։ Տարին 12 ամիս սարում ենք, այս ձմեռ սեզոնին 2-3 ամիս որ կարում ենք գյուղ գանք, այն էլ էլիգները, որ ասենք տուն են գալի, էլի առավոտ շուտ գնում։ Ցերեներ շատ պատահական, որ ասենք գործ անում, տենց կարում ենք իջնենք, չենք կարում իջնենք։ Գնաց ոնց չենք ունեցել, ասենք էլի մի 10 հատի չափ գարա ոչխարը գելը գողացել կերել։ Սատկող աղել, կորչող աղել, բայց ամեն դեպքում դե մեր պայմաններն է, ասենք դրանից էլ չես կարող բողոքես։ Մի կարաս ամեն մոմենտ կողքին կայնացած, որ գելը չփախցնի, քշերը չփախցնի, շունա մի կողքի վրա գնում այն, մի կողքից գելը փախցնում է, մի օր արևա, մի օր անձրևա, մի օր կարկուտ է, մի օր չանգա, ամեն պայմանները այլ մի քշերը շունը հաճում է, կարելի է այդ քշերը 10 հետ որ դուրս գաս, հայ հա, հույ հա, եսի ինչա որ գելը փախչի որ չվնասի։ Իսկ այս ամեն ինչը ամուսիններին հեշտ չի տրվել։ Շուրջ 20 տարվա հանդուչոլի քարերով ու սարերով կպնելու, արևանձրևին սիրտ ու ձեռքեր մաշեցնելու քրտնաջան աշխատանքի արդյունք է։ Սկզբում ընտանիքը անգամ մի նորմալ տանիք չի ունեցել իր գլխին։ Ամուսնանալուց հետո էլ ընդամենը մի կով ու մի թիթեղյա դոմիկ են օժից ստացել, բայց չեն կոտրվել։ Համատեղ կյանքի ընթացքում 3 երեխաներ են մեծացրել, օր ու գիշեր աշխատելով, երբեք չբողոքելով ու լավատես լինելով։ Ու փառք Աստծո իրենց երեխաների համար այսօր արժանապատիվ կյանք են ապահովել, հետևյալ կարգախոսով, այն ինչ իրենց է պակասել, իրենց երեխաներին պիտի չպակասի։ Ամուսնացել ենք, հերս շատ երեխեք ունեցել, պայմաններ չենք ունեցել, բաժանել ենք, մի հատ դոմիկ արել, դոմիկի պոլերն էլ վավշե չի ելել, մի կերպ միտեղ քար դնել, միտեղ փետ դնել, տենցով մեծացել ենք մեր երեխանցը, քիչ հասել ես աշճանին, մեր այս տունը արել։ Տենցով շատ դժվար կյանքերով ապրել հասել այս աշճանին ենք հասել։ Նորից կամանց, հազար պայմաններով մի կերպ աշխատել ենք։ Նրանից հետո նիվա եմ արել, տղես բանակում արել, նիվեն արել եմ եկելա տղել ունի։ Նիվեն փոխելա Մերսեդեսա քշում, Վիլիս Աուզեր արել եմ, այդ մեկին չի հավանել, մի հատ եմ Վիլիս արել։ Մեր 66 Աուզեր, որ մեր պայմանները, մեր խոտի, փետի, քոչի, մի բանի օգտագործենք, 66 եմ արել։ Փառք Աստծո, չեմ բողոքում։ Խոտի դրուժբեն եմ արել, պրոստը դաշտ չունենք, որ հնձենք։ Չեմ բողոքում, ամեն ինչ համարյա գայլասել ստեղծել եմ։ Խոսած հետ գծածս, այն որ ոչ մի բան չմնացել եմ, մի հարված ոչխար ծախեմ, 50-ով էլ ծախեմ, 25 միլիոն փող է գալի։ Ներողություն 25 չկա, 5 կա, ոբշեմ։ Մի 10 միլիոնի, 15 միլիոնի խոսքի ապրանք կլեմ հետ գծած, իրանց մա վալյուտա է, որ ուզեն գծախեն իրանց փողն է։ Որ մեռնեմ գոնե ջանից դարձ չլին, հացսեր կսարքեն, գերեզմանասեր կսարքեն։ Ձեր տիկնոջն էլ լավ եք պահել, ես ոնց հասկանում եմ, այսքան բանի հետ մեկտեղ։ Այն քշերն լավ են բան։ Սասկած են բան, հումորա մնացել ամբողջովն այդ քայրեցերին, չորերն, հակո հոարի, հաղոչխարի, ատպիլարի, չոսարի։ Ամուսիններով մեկը մեկին լրացնելով մոտ կոր աշխարհի ամենամաքուր բնաշխարներից մեկում սիրով ու սերով իրենց բույնն են հյուսում։ Ապրում իրենց ապրելիքը կարևորը մի քիչ հումորով, առանց որի հրոյի համար կյանք չկա։ Կյանքն էլ մի տեսակ անգույն կլիներ։ Մեկը մեկին լրացնելով, մեկը մեկին աջակից թև ու թիկունք լինելով, մեկ-մեկ էլ կատակախառն վեճերով աշխատում ու ստեղծում են։ Նրանց վեճերն էլ շատ կարճ են տևում։ Դե ինչպես բոլոր տներում տիկինն ունեն վատ օրվա համար դենը դրած գումարները, մեկ ու մեջ անելով տան էսթետիկ տեսքի վրա է ծախսում, իսկ հրոն կեսկատակ դժգոհելով նախընտրում է հետ գցել, հավաքել ու խնայել։ Ու հենց այդ տարբերություններն են, որ այս ընտանիքը դարձնում են ամբողջական։ Մեկը տունն է շենացնում, մյուսը ապագան, եւ այդպես միասին ստեղծում են իրենց խաղաղ ու լիարժեք կյանքը։ Հավատ դուք ագոյացել։ Իրար հասկացած մենք մեր Իրար հասկացած մենք մեր աշխատանքն անում ենք։ Ես չեմ սպասի, որ սա իր գործն է ինքն անի, եթե ես ուժս պատիկ անեմ, իսկ ինքն էլ մենք ամեքս մեր աշխատանքը անշահախնդիր անում ենք։ Դրամ էլ ինչ որ մի բանի հասնենք։ Եթե ես ասեմ ինքն ասի ես անեմ, ոչ մի բանի կարապը գայլաձուկը խեցգետինը կդառնա դա։ Պտի իրար հասկացած, իրար բռնած աշխատանքը անես, որ ինչ-որ մի արդյունքի հասնես։ Այնքան ծանր է, մենք չենք սպասենք նայենք ով աշխատասեր, ով անաշխատասեր։ Մենք ուզենք չուզենք, հրավո դրուսը բացվում, առաջ էր բացվում, զարթնում ենք մինչև ժամի 12-1, կովկտի, կաթզտի, կարակ սարքի, ջիլ սարքի, մոթար սարքի, ճաշին ոչխարն արևա, անձրևա, կթի, որ բանիր սարքես, Բանիր սարքես կամ երեխետ ուտի, կամ ասենք ծախես մի երկու կոպեկի տազով, ասենք ալիր առնես, խոտ առնես, խոզիկեր առնես, շանկեր առնես,
Հեշտ պայմաններ չունենք։ Բայց լավ եք պահպանել ձեր կնոջ ամեն դեպքում։ Շատ եմ պատժում, դրանից արծոքտո։ Քիչ խոսայ։ Սրանք Տանկինը այն պետք է թեմերի պահանջ գտնի, որ սարի իր տանը ամեն պահի, որ գեղը չգա։ Էլա զամարվա աշխատանքից մի գարեմ ծախեմ փողը թոփանեմ կամ գեղ կամ պանիր, հենց գալիս ատում չկա, այլ չգիտեմ պահանջ կոտա թե պահանջա։ ինչ անում ենք մեր տան համար ենք ամենը հենց չի որ։ Այսինքն դուք սիրում եք տունը մի բան ավելացնել։ Հա, հենց չի որ ես չեմ սիրում, Եթե մենք սարը մենք պետք է աշխատում ենք, պետք է մեր տան ներևա մեր աշխատանք։ Այստեղ ամեն մեկը ունի իր բաժին պատասխանատվությունը, առանց բարձրաձայն պայմանավորվածությունների, առանց սա իմ գործը չէ խոսքի։ Աշխատանքը միայն իրենց երկուսի մասին չէ, այն նաև պահանջ է մյուսների հանդեպ, պահանջկոտություն, որը գալիս է ոչ թե խստությունից, այլ փորձից ու անցած ճանապարհից։ Տիկին Նունեն ասում է, ով մտնում է իր ընտանիք, պետք է պատրաստ լինի նույն ռիթմին, նույն քրտինքին, նույն նվիրվածությանը։ Ճիշտն ասեմ, եթե ես անում եմ, ձգտում եմ, պետք իմ ջահելն էլ իմ հետ գա։ Պետք պահանջում եմ։ Իսկապես ես չեմ կասեմ, հա դե ջահելն էլ իր գործն ունի, պետք է ջահելն էլ իր գործն անի, ոչ թե մենակ մեծն անի։ Պահանջ կոտեմ։ Տանը պայլա բանջի, որ լավ կեսրուլի հարսը տանը գլի, չգեյքը պեսենին տանը գլին, էր դանի ոնց դանը սպասեմ իրի։ Որ ասեմ կռվում ենք, ես իմը չէ, ուղղակի ես պահանջում եմ, ես ուզում եմ, որ ամեն ինչը նորմալ լինի։ Մեր սխալը նա եղել, որ քնած ենք գրել կամ ֆայմներս չի ասել, որ երկու տղա չենք ունեցել, կարող է գոնե մինը մոտնեոս մնացել։ Առողջությունը չի ներխելով մնայ։ Բայց երկու տղա թոր ունենք տղիցս, կգան, ոցում, այս մեծ բացալս նախտ կգա, պապին բրախոք տղա չսա։ Դուք մի տղա ունեք Մի այսինքն։ տղա Տղա է։ էլ վար, էդ էլ այլի չոլը խնգարել։ Չոլը չխանգարել առողջությունն Հետա լավ տղա է, չայսա կմենձանա կգա պապի Նարիք հետ։ կուշտը, Ասում են եթե տանի չտիլի, ասա իմանա ոչ ես։ այս ստիլը, Ով աս։ Ինչ։ այս ստիլ դու գնար դով չուներ։ Ասա գորի դեմ։ Այս այ, Մի հատ կադրա Ամբողջ այո։ օրը զանգում են Պանիր պանիր են ուզում, ճիլ են ուզում։ Բան չմնաց, այսօր էգուց նոր տարին կծեցի բոլորի դռները։ Հրոյի ու Նունեի համար նոր տարին պարզապես օրացույցի հերթական էջ չէ։ Դա հերթական առիթն է ընտանիքը մեկ սեղանի շուրջ հավաքելու, տարվա դժվարությունները, փորձությունները մի պահ մոռանալու ու շնորհակալ լինելու ունեցածի համար։ Եվ ինչպես միշտ այս օջախում դրան պատրաստվում են իրենց ձևով, առանց շքեղությունների, բայց լի սրտով։ Սեղանին պիտի լինի իրենց ստեղծածը, իրենց պահածը, իրենց ձեռքով աշխատածը։ Կլինի միս, կլինի հաց, կլինի քեֆ ու ուրախություն, որովհետև այս ընտանիքում տոնը ուրախությունը սկսվում է հենց միասին լինելուց։ երեխեք հավաքվելու են, բայց չգիտեմ գարդենք մանդարին առնենք, Լաքիջ լացի։ թե գարդենք Չէ, որթիլ, թե խոստենք որթիլ, ամեն չէր պատրաստենք, պարկաստում, մոզիտեմ որթիլ գծեմ, մազիտ երեխեքս ուտեն, խոստեմ որթիլ գծեմ, մանդարինի կարալոգի պրոբլեմ չունենք, փող ունենք, կարնենք, լավ երեխեք ունեմ, կգեմ պապեն կամ շրտան կանենք, կամ մի բան կանեմ, ես ինչ կանեմ։ Տիկին Նունե, դուք ինչ եք պատրաստելու, այ գիտեք արդեն այդ խմորեղենների տեսականին։ Խմորեղենը, դե ջահելները կանեն խմորեղենը, Որ նրան չեն կարնենք, պարտադիր չկանի կստուզվի։ Հարսս լավ թխվածքներ ա թխում, կգա կթխի ճաշեղենը, ամեքս մեր գործն ունենք, եսա որ մորթի սեզոնը սկսեց, երեխեն միսը տարավ, մեր գործն ավել ծանրաբեռնում։ 30%-ը չասակը 100% մեր պայմաններից։ Պոպոքը տանից Բայց այդ կանաչը պետք ճլոյ դեն գծեն այդ 100% առնովիա։ Այդ որտենց էլի մարդուն գար վաղին սպան, ես որստեմ տնական օգուտի պեչատնի օй դնի։ Էներվեք ունի խանդի գնա։ Հա, տնական։ Չէ, հազիվ ջան, չորս հապողեսի միջ աշխատող ֆարկածու Ձգեմ ենք մեզ մար։ Եվ երբ ամանորի սեղանի շուրջ վերջապես հավաքվում են բոլորը, այստեղ այլևս ավելորդ խոսքեր պետք չեն։ Բաժակները բարձրացվում են լուռ, բայց շատ հստակ մի ցանկությամբ։ Այս ընտանիքը նոր տարուց շքեղություն չի խնդրում, որովհետև նրանք ամենաթանկը արդեն ունեն, միմյանց ունեն։ Իսկ նոր տարվա կեսգիշերի խորհրդավոր վայրկյաններին ընդամենը երկու բան են իրար մաղթում՝ խաղաղություն ու առողջություն, որ կարողանան շարունակել ապրել, աշխատել ու սիրել նույն հողի վրա, նույն սարերի տակ, նույն օջախի շուրջ։ Երազանքս նայ աշխարհախաղ։ Ամենառաջ հերթին խաղ։ Այդ մեր կուտայ գնացող ջայրն ազարգանա, ազգը չվերանա։ Աջուճուտա մեր հայ ազգը առանցեն մի բուրենք։ Մեկ էլ ամբողջ հայ ազգի ամբողջ ժողովրդին առողջություն եմ ցանկանամ։ Այն մնացողը թող մենք կիսափորենք, յոլա գնանք, կստեղծենք, մեկից կուզենք։ Ամենակարևոր բանը մարդի առողջությունն է, մեկ էլ աշխարհախաղը։ Էլ ուրիշ բան չեմ ուզում։
Մանան Ավարոսյան, Ռոբերտ Պետրոսյան, Քարինջից անկյուն գումարած 3 հեռուստաընկերություն։ Վեր ջարդ է։ Հախին արեք։